Տարածքը արենդով վերցրած էր, բարձակալությամբ էր։ Ներսի ամբողջ ապրանքը մերն էր, էլի։ Ինչ ասենք էլ։ Ամբողջովին վնասվել է, սաղ ինչ կա։ Գույքով, ապրանքով սաղ։ Կամին տենց որ մտելա մեջը կրիշով բանով սաղ տարել է։ Որ ներսից նկարեք, կարակ տենակ։ Փաստորեն հավաքում եք, հա։ Հա դե հավաքենք, բա ինչ։ Այ որ ասամ արտիկլն են աղացը բան մեզնից առնե շատ լավ կլինի։ Օգնություն է։ Ամբողջովին ինքը բաներ է, էլի։ Կտուրը տարել է, այս կողմից սաղ բացել է։ Սաղ կանֆետներով բանով են, տենում եք, սաղ սենց ինչ է հնարավոր է հավաքել ենք ինչն է։ Քանի վնաս եք կրել այս մենակ խանութից։ Կոնկրետ իմ խանութում մոտավորապես պլյուս մինուսով մի 2 միլիոնի մասին է խոսք էլի։ Տենց որ ասեմ հսկական խանութա չէ, տենում եք։ Գյուղապետը արդեն եկել է ներկայացրել եք։ Սա գյուղապետով, համայնքապետարանից մարդիկ եկել են, տարածքները նայել են, իրանց մոտ նշումներ արել են։ Մնացած է։ Պետությունից ինչ ակնկալիքներ ունեք, կաջակցել։ Է որ փոխհատուցում լինի, տենց աջակցության տեսքով շատ լավ կլինի, էլի, որտեղ մարդիկ մեր երկրում սաղս էլ գիտենք, որ եթե մի բան ձեռնարկում են մեծ մասը վարկով կողքի խանութն էլ ահագին տուժել է։ Դե խանութն էլ եւս վարկով եք, ինչպես հասկացած։ Դե հա, կա էլի տենց մի բան, բայց դե չէ։ Մա ինչ եք պատրաստում, փակում եք ձեր։ Հա, բա ինչ անենք, ամբողջովին ավիրվել է։ Մի հատ կողքից 2 միլիոն էլ որ լիներ, նորից կբացեինք։ Տենց, էլ ինչ ներկայացնենք։ Տեղում էիք այդ բան։ Չէ, այդ բանին ստեղ չենք եղել։ Բարք ասում արջ չի եղել, խանութի ներսում։ Աշխատողը ընդմիջման ա եղել։ Մենակ խանութն է, ձեզ պատկանող սեփականությունից մենակ խանութը տներ բնակելի։ Չէ, այստեղ չի մեր տունը, տենց վնաս չենք կրել։ Խանութն է։ Խանութի սեփականատերը կողքը էլի շինություն կա, վնասել է, սա կտուրը ամբողջովին տարել էր։ Շատ ահավոր բան եղավ։ Բարդոք այնքան հսկայական է, որ այս շենքի այս սկզբից մինչև այս մյուս շենքի վերջը, նայեք իր մասշտաբը ինչքան է եղել, որ այս ամբողջովին ինքը բռնել է։ Այդ քարացող բանը մրիկ ասված է ամբողջովին բան արել։ Այս երկու պատերը սա բոկե գցել էր սենց, այս բորկեն որ տենում է, որ այսի։ Իրա վրա ամբողջովին ամեմունքները շարած, այս երկու պատը որ բոկել է, սենց սաղ ստեղ էր։ Այս առաստաղին այս հավաքող բաներից որ կա, դրանք սաղ սենց ժարդվել լցվել էր վրա։ Մի այս բարձրությամբ այս սենց բանի էր վերածել, էլի տենց։ Մի փաստորեն դեռ սա մաքրելուց հետո է այս պատկերը։ Հա, ոչ չէ, այստեղ բան չենք թողել կարելի ասել։ Այս երրորդ մեքենան է, որ բարձում հանում ենք մեջ եղածը։ Մենք ոնց կլինի։ Եղբայրն է, ես եկել եմ օգնեմ, մի բանով եմ որ ձեռքցեմ, կարողանանք ապրանքը շուտ դուրս անենք, ինչի որ փչանալու էր, չհասցնի փչանա, մսամթերք կար, մառոժնի կար, կանֆետները բոլորը թրջվել էին, դրանք պետքա շուտ անենք, որտեղ գիշերը կարող անձրև գար, կտուրը չկա։ Այդքան է։ Դեռ երեկվանից եք սկսել մաքրել։ Հա, երեկվանից արդեն։ Իսկ դուք քաղաքում եք եղել, որ սկսել է պտտահողմը, տեսել եք, ինչպես է եղել։ Չէ, այդ բանից դե չեմ ելել։ Սկսելու բանից դե չեմ ելել։ Սենց բան մենք չենք տեսել, երևի որ Հայաստանում չգիտեմ, սենց բան եղել է թե չէ։ Որ այս մասշտաբի, այս զորության փոթորի կլինի, էլի։ Դրա համար հիմա սենց մի քիչ չգիտենք ոնց անենք։ Շատ հզոր էր, էլի։ Որ պատերը ստեղ այս ինչը որ ցույց տվեց։ Այս պատը դզել եք մենք։ Էսի պարկած էր, սենց ու ինքը սաղ ոնց որ սվարկեքից պոկել էր, էլի, տենց բան մի քիչ ինչ ուժ ա ունեցել, որ սվարկեքից սաղ ինքը անջատել է, այս բալկեքով, բանով, սրանց վրա շատ ամուր հավաքած ա եղել։ Շատ ամուր։ Պետությունից որ աջակցություն լինի, շատ լավ կլինի։ Գոնե ժողովուրդը ինչ որ միտեղ մի քիչ գոնե մենք մեզ լավ կզգանք, էլի, որ տենանք մի բանով կաջակցեն, թե չէ։